Հունիսի առաջին օրերին Գազայում արտասիրական ճգնաժամը հասել է քրիտիկական կետի։ Իսրայելի ռազմական գործողությունների սրման եւ օգնության բաշխման խախտումների հետևանքով, որոնք հանգեցնում են քաղաքացիական զոհերի թվի աճի։ Համասը մեղադրել է Իսրայելին Ռաֆայի մոտ գտնվող հումանիտար օգնության բաշխման կետ գնացող մարդկանց վրա կրակ բացելու համար։ Նրանց տվյալներով 24 պաղեստինցի է սպանվել, 6 տասնյակը վիրավորվել են։ Իսրայելի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ պարեկը նկատել է մի խումբ, որը շեղվել է համաձայնեցված երթուղուց եւ շարժվել է զինվորականների ուղղությամբ, որոնք էլ կրակ են բացել։ Պաղեստինցիները պնդում են, որ մարդկանց կուտակումների վերջին գնդակոծությունը նման բռնության 8-րդ անընդմեջ դեպքն է։ Ըստ արևելագետ Արմեն Պետրոսյանի, Իսրայելի նպատակը ամբողջական վերահսկողություն է Գազայի տարածքում եւ նման գործողությունները հենց այդ պատճառով են։ Դեռևս Իսրայելի հետապնդած բոլոր խնդիրները լուծված չեն, իսկ այդ բոլոր խնդիրների լուծումը ենթադրում է Գազայի հատվածի ամբողջական վերահսկողություն, Համասի իշխանության բացառում եւ իհարկե երրորդ կետում արդեն հումանիտար խնդիրն է, գերիների վերադարձ։ Եթե չեմ սխալվում, 5 տասնյակից ավել գերիներ դեռևս շարունակում են պահպանվել Համասի կողմից։ Ականատեսներ ու բժիշկները հայտնում են, որ զոհերը եղել են սովամահության եզրին հասած եւ օգնության կարիք ունեցող անզեն քաղաքացիներ։ Գազայի առողջապահության նախարարությունը մեկ օրում արձանագրել է 51 մահ եւ ավելի քան 500 վիրավոր Ջաբալիայում եւ Դեյր էլ-Բալահում։ 3 ամիս տևող գրեթե ամբողջական շրջափակումը 2.3 միլիոն բնակիչներին թողել է առանց բավարար սննդի, ջրի, վառելիքի եւ բժշկական պարագաների։ Տարածքի 80%-ը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, ինչը ստիպում է բնակչությանը կուտակվել Եգիպտոսի սահմանի մերձակայքում։ Արբանյակային պատկերները հաստատում են քաղաքացիական ենթակառուցվածքների ավերումը եւ նոր ռազմական հենակետերի կառուցումը։ Արևելագետի համոզմամբ հանգուցալուծումը դեռ ակնհայտ չէ եւ դեռ կան խնդրի լուծման մի քանի տարբերակներ։ Գազայի հատվածի քաղաքական ճակատագրի մասով հստակություն չկա։ Մինչև այժմ կային մի քանի վարկածներ, մեկը որ պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը չի լինելու ծայրահեղական, ընդ որում առաջարկում էր տարածաշրջանի երկրների մասնակցությամբ իշխանություն, որը ժամանակավոր իշխանություն է լինելու Գազայի հատվածում, մինչև այսպես մնացած հարակից խնդիրների լուծումը։ Երկրորդ տարբերակը ձևավորելու է նոր քաղաքական իշխանություն Պաղեստինյան ինքնավարության, այսինքն այդ արևմտյան ափի Մահմուդ Աբասի վարչակարգի ազդեցությամբ։ Միջազգային կազմակերպությունները պահանջում են անկախ հետաքննություն անցկացնել։ Միևնույն ժամանակ Human Rights Watch-ը զգուշացնում է մարդկության դեմ հանցագործությունների եւ հնարավոր ցեղասպանության մասին։ Իսկ մինչ այդ Գազայի քաղաքացիական բնակչությունը շարունակում է ծանր գին վճարել այս խորացող հակամարտության համար։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։